Ay, մի խող բան է պատմեմ, մի հատ ռուսի երեսով տվեցի, որ 90 թվին մեր մոտ պատերազմ էր, ձեր մոտ բիտակալովները, ասում են կավկասցի չորները սպանում էին, իմ ազգի ներկայացուցիչներին, ինքն էր մի հատ հայ հետ ամուսնացած աղջիկ էր, ասեց, որ ինտերնետում ծանոթացել եմ, ինքը ինձ ոչ կանչել է ոչել, ես ինքս եկել եմ, ասել է կստացվի, ամուսնանանք, չստացվի, հետ կգնամ, հիշում եկել եմ, ամուսնացել եմ, ապրում եմ, ասեցի, հիշում եք դուք մեզ ոնց եք վերաբերում, չորնը, չրնաժոպը, Армянская собака, Кавказцы, Москва не резиновая. Асма, знаешь, Асма, тогда мы азиатов не видели. А сейчас, когда уже азиаты приехали, мы сравниваем и чувствуем разницу. Ունոր դիկեր գնում, ես հիշեցի, որ նեղվել ենք, որ նոր պարսիկներ եկել էին, նոր պարսիկներ եկել էին 90-ականներին, միայն խանութներ դադարք էին, միայն Ֆիրդուսիում պարսիկներն էին կանգնած, բան վաճառում, հետո Տիգրան մեծ փողոցի սկզբում պատվալներում խանութներ բացեցին, իրանց զիբիլ պլաստմաս, չգիտեմ, հատեղ սկսեցին վաճառել, ոչ բան չկար, բայց մենք սաղը շատ վատ էինք զգում, որ պարսիկներ եկել են մեր մոտ։ Հիմա որ հնդիկներն են եկել, ասում եմ, հիմա ես եմ ասում, պարսիկները լավ էր էլի, ոնց է այդ ռուս աղջիկը ասեց, ես չեմ սравнивать։ Հիմա я сравнила, ավելի լավ էր պարսիկը, քան ստես հնդիկները արդեն հնդիկներից բողոքում ենք, իրանց հոտից եւ այլն, պարսիկներից չենք բողոքում էլի։ Անգամ հասկանում ես, որ մարդիկ նույն իրավիճակում, նույն ձև ենք մեզ պահում, ուզում ենք մեղադրում, որ մեկը սենց արեց, մեկը նենց արեց։ Լավ հաջողություն։